կարող է զարմացնել մեր շրջագայքը, բայց Աստված չի ուզում, որ մենք զարմացնենք մեր շուրջի մարդիկ։ Աստված ուզում է, որ մենք զարմացնենք Իրան, ինքը զարմանա։ Եվ եթե ինքը զարմանա մեր հավատքի վրա, այն ժամանակ ասում է, եթե հավատաք, ինչ որ ուզեք, ձեզ համար կլինի, բայց եթե հավատաք, իմ ձեր, ոչ թե հավատաք, ձեր հավատք։ Դուք հավատացեք, ինձ զարմացրեք, որպեսզի ես հավատամ եւ զարմանամ ձեր հավատքի համար, այն ժամանակ կասեմ ձեզ, այո, ձեր հավատքը ճիշտ է։ Ուրեմն զարմանում եք Քրիստոս նրանց հավատքի վրա, որովհետեւ այդ 4 հոգին, եւ որ դեր չկգան, իրենք չսպասեցին, որ մեկը նրանք ճանապարհ բացի, չսպասեցին, որ մի քիչ կատարվի Քրիստոսի շուրջը եւ ասեն չէ։ Իրենք վախենում էին, որ հանկարծ Քրիստոս կգնա եւ նրանք չեն հասնի այդ անհավատությունը դառնալու Քրիստոսի մոտ։ Եվ նրա համար ասում է զարմացան նրանց։ Հիմա հետո ինչ է։ Նախ ասեց այս մեկնաբանությունը ինչ է։ Այս 4 հոգին ովքեր են։ Հիմա մեր եկեղեցու հայրերը տարբեր տեսակի մեկնաբանություններ են։ Ասում են, որ այդ 4 հոգիները խորհրդանշում են 4 ավետարանիչներ։ Մենք գիտենք ավետարանը գրված է 4 ավետարանիչների կողմից՝ Մատթեոս, Մարկոս, Լուկաս եւ Հովհաննես։ Մեր եկեղեցու հայրերը ասում են, որ այս 4-ը ներկայացնում են Քրիստոսի այդ 4 ավետարանիչները, որոնք շալգեցին Քրիստոսի ավետարանը, ոսկը եւ տարան ամբողջ աշխարհով մեկ տարածեցին։ Եվ ճիշտ այս է որ դերի ունեցավ։ Բայց նաեւ մեր եկեղեցու հայրերը ասում են, որ Քրիստոս որ ասել էր իր աշակերտներին գնացեք եւ աշխարհի 4 կողմ ավետարանը քարոզեցեք, ասում է, որ այս 4-ը խորհրդանշում է աշխարհի 4 ծայրերը, այսինքն որ ավետարանը ամեն դեպքի կարողի մինչև Քրիստոսի երկրորդ տարածքը։ Բայց ես այսօր ուզում եմ այս 4-ի մեջ տեսնենք մենք այս պատմության մեջ ինչ դեր ունենք։ Առաջին հերթին խոսենք անկամանության մասին։ Մարդը անկամանություն է։ Մենք չգիտենք իր անկամանության աստիճանը ինչքան է։ Արդյոք ոտներից է անկամանում, կամ ոտքերից ու ձեռքերից, արդյոք կարողանում է խոսել, կարողանում է արտահայտվել, կարողանում է ձեռքերով նշան անել, ախր զարմանալի նաև այս անկամանության համար։ Մենք չգիտենք այս անկամանությունը բնականաբար մի տան մեջ է, մի փողոցի մեջ է, որտեղ նետված էր, որ ինքը մի ձևով փորձեց հասկացնել մարդկանց, ասելու որ ինձ դարեք Քրիստոսի մոտ։ Մենք չգիտենք, ավետարանիչ այդ մասին չի ասում։ Հավանաբար իր շուրջ եղող հարևանները, բարեկամները, եղբայրությունը տեսել են եւ լսել են Քրիստոսի մասին, որ եկել է իրենց Կապարնայում, իրենք են մտածել, որ ախր եկեք այս թեև անկամանություն վերցնենք, տանենք Քրիստոսի մոտ։ Հավանաբար կարողանան դրան ուժել, արդյոք իրենք են մտածել, արդյոք մի ուրիշն է ասել, արդյոք անկամանությունն է ընտրել, մենք այդ բոլորը չգիտենք, բայց միայն գիտենք, որ այստեղ հավատքը արվում է։ Հավատքը նախ անկամանություն, որը ինքը վստահ է, որ հավատաց կամ հավատում է, որ եթե դրանք Քրիստոսի մոտ կանեն դժգույրի, բայց ավելի զորավորը այս 4 հոգիների հավատքն է, որովհետև իրենք չսահմանափակվեցին, երբ որ տեսան ճանապարհ չկա, իրենք ինչ-որ միակ ջարը մտածեցին, եւ իրենց համար ջարը առաստաղը բացել։ Լավ, մենք մեր դերը ինչ է ստանում։ Հավատացեք, որ մենք այս 21-րդ դարու մեջ ապրելով
մենք մեր շուրջ այդքան անհամալություններ կան, որոնք չեք կարողանում պատկերացնել։ Անհամալությունը միայն այն չէ, որը ֆիզիկապես անհամալ է։ Մենք միշտ երբ խոսում ենք ինչ-որ մի հիվանդության մասին, կամ խոսում ենք ինչ-որ մի ցավի մասին, այդ ցավը միայն ֆիզիկական չէ։ Ինչքան մարդիկ կան, որոնք ֆիզիկապես շատ առողջ են։ Դուք նայում եք նրանց, ինչ ուրախ են, ինչ երջանիկ են, ամեն ինչ ունեն, ոչ մի բաժան չունեն, բայց արեք եք տեսեք, ամեն մեկի մեջ մի տեսակ անհամալություն կա։ Եվ մանավանդ ֆիզիկական անհամալությունից ավելի բարոյական անհամալություն, հոգևոր անհամալություն։ Այսինքն, երբ որ մեկը ճանաչում է Աստված, բայց չի փնտրում Աստծուն, դա անհամալություն է։ Եվ որ մեկը ճանաչում է Աստված, բայց չի գրում նրա մոտ, դա էլ անհամալություն է։ Եվ որ մեկը ճանաչում է Աստված, բայց չի տեսնում Աստծո հրաշքը իր կյանքի մեջ, դա էլ մի տեսակ անհամալություն է, գույություն է։ Եվ որ մեկը ճանաչում է Աստված եւ չի խոսում Աստծո մասին, ուրեմն դա էլ մի տեսակ անհամալություն է, եւ հաշվեցեք մենք կարող ենք հասարակող տեսակի բարոյական եւ հոգեվոր անհամալության մասին խոսել։ Հետևաբար ինչի եմ ասում, մեր մեջ կան շատ անհամալություններ, բարոյապես եւ հոգեպես։ Օրինակի համար, եթե մեկը գիտի, որ այս քաղաքի մեջ եկեղեցի կա, եւ այս երկրի մեջ միակ հայ արաքելական եկեղեցի գտնվում է այս Մալականի մեջ, Բերնարդինայի մեջ, եւ ինքը չի ուզում գնալ, թող չասի ինչ պատճառաբանություններ ունի, թող չասի այսօր հյուրեր ունեն, պիտի պատրաստեն, կորված պետք է սարքեն, եւ արագ լավ է, ես հիմա պետք է թող գնամ, պետք է ընտանիքից այդ բոլորը մտնում է այդ անհամալության ձիրեն ներս։ Այսինքն, ինչ որ մի բան կա, որ քեզ գաբել, քո ձեռքը գաբել, քո ոտքը գաբել, քո լեզուն գաբել։ Լավ, այս անհամալությունները ինչպես պետք է բացել։ Ով պետք է շարժի այս անհամալությունը եւ ասի նրան ապերկան, արի քո անհամալությունս, արի ես քեզ տանեմ մի տեղ, որտեղ դու կարողանում ես ճաշակել Աստծո խոսքը, որտեղ դու կարողանում ես հավիտենական կյանք ունենալ։ Կարող է եթե չհասկանա, ասի պետք չի, այդ անհամալությունները հավանաբար իր վիճակից կողեր կամ դժգոհեր ինքնից եւ աշխատված էր այդ վիճակը։ Ներված է դանդոն դրա, հավանաբար մեկը գալիս է իրան դիգոր բազ է գալիս, մի քիչ չկուտեր գալիս, չգիտեք, բայց այդ մարդը իրան կյանքից կողեր եւ հարմարակերպեր, բայց իրեր որ մեկ եկավ որպես իրան ասի սիրելիս, սա ով յանքը մենք չենք տեսնում դիերին։ Մենք չենք տեսնում, որ քո յանքը այնպես է, ոնց որ պետք է լինի, եւ այդ հաշիվը նրան արժանի։ Լավ մենք ենք մի երկու ինձ ունենք մեր տանը մեր անհամալույց երեխաներ, ունենք մեր տանը մեր անհամալույց եղբայրներ եւ քույրեր, ունենք մեր համայնքի մեջ անհամալույց անդամներ, որոնք որպես անդամ ներկայ են այս համայնքի մեջ, բայց ֆիզիկապես եւ հոգեպես իրենք ներկա չեն, ուրեմն մենք բարդի այս 4 մարդկանց գործի շարունակությունը ստացնել եւ իրենց հետ միասին մենք կանք այն մարդը, որը հնարավորություն ունի։ Ինչպես ասեցի, խոսքը միայն ֆիզիկականի մասին չէ, խոսքը մանավանդ հոգեվորի մասին։ Շատ հիվանդություններ կան, որոնք մենք կարծում ենք, որ ֆիզիկական հիվանդություններ են, բայց ըստ Աստվածաշնչի ասում է հիվանդությունների մեծ մասը հոգևոր է, եւ որ դու հոգևոր հիվանդություն ունես, այդ հոգևոր հիվանդությունը կարող է եւ քեզ անհամալուծել։ Այսօր մենք տեսնում ենք մեր երիտասարդության մեծ մասը ամբողջ Եվրոպայի մեջ դարակում են հոգևոր հիվանդությունից,
Ինչ է նշանակում մի պատանի տարիքի 14-15 տարեկան, 20-25 մինչև 30 տարեկան երիտասարդներն, որոնց ծնողները փոխում են, ասում են, որ մեր երեխան իր սենյակից դուրս չի գալիս, մեր երեխան մեզ հետ չի խոսում, մեր երեխան քամպուսի առջևից դուրս չի գալիս, չի ուզում մեզ հետ նստի, չի ուզում մեզ հետ զրուցի եւ այլն, այդ բոլորը ինչի հարավ, ինչի պատճառով առաջացել է, դա հոգեկան մի տեսակ դիմադրություն է, որը կարծեք թե այսօր ամբողջ աշխարհի երիտասարդությանը սկսել է ներխուժել։ Լավ ինչպես մենք առաջ պետք է առնենք այս անկամալության լիմիտար ֆիզիկական կամ հոգևոր, երբ որ մենք կարողանանք ժամանակին, ոչ թե ժամանակ անց, այդ եղնական բերել, ներկայացնել եկեղեցին, ներկայացնել Աստծուն, որպես ինքը հսկա, որ այս աշխարհը միայն կոմպյուտեր չէ, այս աշխարհը միայն իր ջող սենյակը չէ, իր ջող տուն չէ, իր ջող մեքենան չէ, այլ այս աշխարհի մեջ դա նաև մի արարիչ, որը գոյանում է Աստված։ Եվ եթե մենք չծանոթանանք այդ արարիչին, չծանոթանանք այդ Աստծուն, կգա մի ժամանակ, որ մենք կհիասթափվենք ամեն ինչ, կհիասթափվենք լավ բարեկամից, կհիասթափվենք նույնիսկ մեր գոհարիցից, կհիասթափվենք մեր երեխաներից և կհայտնվենք անավարտի մեջ, անտարի մեջ, որտեղ որ չենք գտնում մեր հոգեկան և բարոյական աղոթությունը և արժանությունը։ Ուրեմն այս է այսօրվա իբադության մենք միշտ նայենք մեզ և մեր շրջապատին և կընտրենք մեր մեջ և կընտրենք մեր շրջապատի մեջ անկամալություններ։ Եվ եթե հնարավորություն ունենք, ինչու՞ չէ, մենք նաև մասնակից դառնանք այդ անկամալությունների բժշկությանը։